Ընկերներ, այսօր մի շատ լավ հարգված մարդու մեխակ եղբոր ծննդյանորն է։ Մեխակ եղբայր ծնունդ է շնորհավոր։ Մենք եկել ենք նրա ծափեր հեռու տեղերից։ Մանկության ընկերոջ կողմից շնորհավոր ենք նրա ծննդյանորը։ Քո մանկության ընկեր Արտյոմի կողմից, իր ընտանիքի կողմից քեզ շատ սիրում են։ Լավ օր ձեզ, բարձր տրամադրություն, իսկ մենք հեռանում ենք։ Սա մի հաշք է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Ընկերներ, այսօր մի շատ լավ հարգված մարդու ծննդյանոր է, մեր մեխակ եղբոր ծննդյանորն է եւ մենք եկել ենք նրա ընկերոջ Արտյոմի կողմից, մանկության ընկերոջ կողմից շնորհավոր ենք նրա ծննդյանորը։ Իսկ հիմա այնտեղ հավաքվել են մարդիկ եւ գեղեցիկ նշում են նրա ծննդյանորը։ 6, 5, 4, 3, 2, 1, ուշադիր, գնա։ Ծավիրը Գախնի, սա գախնի գործողություն է, որտեղ մենք թաքնված ենք, ես ու Վարդանը։ Արի։ Բարև ձեզ կներեք։ Հերցավարությունները շատ բարձր։ Այս գուշակին ինչ անակնկալա սպասվում մեզ։ Պետք չի գուշակ, ախպեր, պետք չի գուշակ։ Պետք չի գուշակի։ Շնորհավոր ծննդդ, ախպերս։ Ես սիրված լնես, դավլնես, ուր է խոսափողս, լսվում ածնես։ Դինամիկները թեքել ենք, բայց լսվում է։ Այն։ Մեխակ եղբայր ծնունդ է շնորհավոր, լսվում ածնես, լսվում է։ Երո, ձայները կտրի, բարեկամս կարևոր գործողություն ենք անում, հիմա այս լռությունը խախտում ենք ամենաբարձր ծափերով այսօրվա։ Ոմանց համար փողն է դարձել։ Եվ ծափերը նվիրված են մեր մեխակ եղբորը։ Ծափեր հեռու տեղերից եւ մանկության խորքերից։ Քո մանկության ընկեր Արտյոմի կողմից, իր ընտանիքի կողմից քեզ շատ սիրում են ու միանում են բոլոր լավ մաղթանքներին, առողջ ելնես ու լավ։ Ընկերությունը Քացկիսող ընկեր եմ ուզում, միթե շատ դե քաղցրությունը քո ձեռքով վերցրու, մի բան էլ ունենք տալու։ Մի բան, էլեգանտ բան։ Հա, արդեն պատկերացնում ես ինչ։ Նկարն ես պատկերացնում։ Բա որ ասեմ նկարներ։ Նկար եմ պատկերացնում։ Չէ, նկարներ կա այստեղ։ Անցյալ ու ներկա, երկուսի մեջ էլ համոհոտ սեր հարգանք։ Տես։ Ես տեսա, չէ։ Իսկ երկրորդ նկարի վրա, հələ բա տես ինչա գրած։ Հին ընկեր, իմ անգին ընկեր։ ուշգիշեր Պատկերացնում եմ, չէ։ Հա, դե ծափեր տվեք։ Այլես հարգանք սեր քեֆ ենք Ընկերությունը թող միշտ սահմաններ չճանաչի, հարգանքը հարատև լինի։ Լավ օր ձեզ, բարձր տրամադրություն, իսկ մենք հեռանում ենք։ Դուք էլ մտեք ներս, էլի պետք չի, ստե արդեն պրծավ սա։
Ելանք է։ Ասեմ Վարդան նկարի։ Հա, բան նկարեց, սաղ։ Վարդան, Արամը խախտեց մեր թաքուն պլանները, բայց մեկ է ուրախացանք մենք։ Իսկ հիմա հերվում շողում է մի կատաղի մեքենա, որը լավ նշմարվում է լույսի ներքո, բայց եթե լույս չլինի, չես էլ իմանա ինչ է կատարվում, ինչ մեքենա է սա։ Ինչ մեքենա է սա։ Սա մեր մեքենան է, Վարդան, նստիր գնանք, քանի չենք փոխել մեքենան։